Հեսա կբացվենք ժողովուրդ։ Հեսա կբացվենք։ Ժողովուրդ, հեսա կբացվենք, մի քիչ հետ գնանք։ Ժողովուրդ ջան, ցավոք պետքա բոլորիդ հայտնեմ, որ ապօրինությունը այսօր գերակայեց։ Պարոն Կարապետյանին ապօրինի որոշմամբ կալանավորեցին։ Մեր պայքարը շարունակվելու է, մենք բողոքարկելու ենք էսի աբսուրդի գագաթնակետն է։ Զրո փաստական հանցակազմով մարդուն կալանավորում են։ Այս ձևով ցանկացած անձի կարան կալանավորեն։ Մեր գնահատմամբ սա ապօրինի է եւ մենք սա բողոքարկելու ենք։ Խոսքը փոխանցում եմ իմ ընկերոջը։ 2 ամիս ժամկետով կալանքի մասին է խոսքը։ Հիմնավորումները դեռևս չենք հասցրել ծանոթանալ։ Գասպարյանի փոքր առաջ։ Շատ լավ, որոշումը տրամադրվել է դատարանի կողմից, սակայն դեռ չենք հասցրել ծանոթանալ։ Բնականաբար Եկեք խոսեք ժողովուրդ։ Բնականաբար պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել նշված խափանման միջոցի որոշումը եւ ակնկալում ենք, որ մոտ ապագայում կունենանք արդարացի որոշում։ Ձեզ համար սպասելի էր դատարանի այս որոշումը եւ ձեր հակափաստարկները, երբ որ ներկայացրեցիք դատարանը, ինչ ասեց։ Բնականաբար մեր հակափաստարկները շատ էին, ինչպես նկատեցիք 4 ժամ անընդմեջ դատական նիստ է տեղի ունեցել եւ 4 ժամից 3.5 ժամը կարող եմ նշել, որ պաշտպանական կողմի ելույթն է եղել։ Բնականաբար այս քրեական վարույթի շրջանակներում ամբողջությամբ զետեղված նյութերը չեն խոսում քրեական օրենսգրքով մեղծագրված հիմնավոր ինչպես կասկածի մասին, այնպես էլ հիմքերի մասին։ Ուստի կարող եմ այս բանին միայն նշել, որ որոշումը ակնհայտ ապօրինի է եւ որևիցե կերպ չենք կարող հասկանալ նման պայմաններում անձին կալանավորելու, չգիտենք, չենք ծանոթացել դեռ որոշմանը, չենք կարող անգամ պատկերացնել, թե պատճառաբանությունները ինչպիսին են։ Մեկ խոսքն է եղել, հա, դատարանում ամբողջ էս։ Դրա մասին քիչ առաջ ձեզ նշել էինք, այո, ինչը որ դուք տեսել եք, այդ տեսագրության մասին է Ձեր խոսքը։ կարծիքով սա քաղաքական հրահանգ էր, վերևից զանգ է եկել դատավորին։ Ես չեմ կարող դրա մասին որևիցե հայտարարություններ անել, դուք ինքներդ որ ասում էր կմիջամտեմ իմ ձևով, սա հետ։ Ես չեմ կարող նման արձագանքներ ձեր հարցերին տալ, դուք ենթադրությունները թողնում եմ ձեզ։ Իսկ դուք դատարանում այդ մասին ասել եք։ Ձեզ որ խնդրենք առաջ կգաք։ Կներեք, էլի առաջ եկեք նոր խոսեք։ Ժողովուրդ ջան, Առաջ եկեք։ Մի փոքր դուք էլ խնդրում եմ առաջ եկեք։ Սամվել Կարապետյանը ուղերձ ունի հասցեագրված հավաքված ժողովրդին, ես ընթերցեմ, հարգելի հայրենակիցներ, խորին շնորհակալությունս եմ հայտնում այս օրերին իմ եւ ընտանիքիս կողքին գտնվելու եւ մեզ աջակցելու համար։ Ցավոք դատարանը վառ օրինակ ծառայեց օրենքի եւ իրավական երկիր ունենալու հույսով ապրող մեր ազգին, ապացուցեց, որ դեռևս ընդունակ չէ գործել ինքնուրույն, հանուն արդարության եւ առանց հանձնարարությունների։ Կյանքիս ընթացքում հաջողությունների զուգընթաց ունեցել եմ նաեւ բազում դժվարություններ, սակայն հոգիս երբեք չի հանձնվել։ Ապօրինի կալանքով ու շինծու մեղադրանքով ինձ չեն կարող ճնշել, շեղել որդեգրած սկզբունքներիցս։ Միշտ լինելու եմ ժողովրդիս, հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին, ջանք ու եռանդ չեմ խնայել ու չեմ խնայելու հայրենիքիս եւ հայության կյանքը բարելավելու, բարեկեցիկ եւ անվտանգ ապագա կերտելու համար։ Մենք պառակտող չենք, այլ ազգը համախմբող ենք։ Ամուր եղեք, մեր հաղթանակին այլընտրանք չկա, առաջ Աստված։ Շնորհակալություն աջակցելու համար։